Դե ինչ վերադարձանք եւ շարունակում ենք մեր աշխատանքը ուղիղ եթերում։ Մի շարք երկրներ քննարկում են, որոշներն արդեն ընդունել են, որոշում արգելել դեռահասների մուտքը սոցցանցեր։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը եւս տարեսկզբին այդպիսի քննարկում արեց, որոշումն այդ մասով Հայաստանում դեռ չի հաստատվել։ Արգելվեցին որոշ դպրոցներում հեռախոսները դասերի ժամանակ։ Մեր տաղավարում մեդիահոգեբան Երևանի պետական համալսարանի դասախոս Սաթենիկ Գրիգորյանը հասկանանք, թե ինչու է պետք արգելել դեռահասներին օգտվել սոցցանցերից եւ հակառակը, ինչ է տալիս դրանից օգտվելը։ Բարև ձեզ, բարի լույս, շնորհակալություն, որ առավոտը որոշել եք սկսել հենց մեզ հետ։ Դե փորձենք հասկանանք իրականում ինչ դրական եւ գուցե նաեւ բացասական կողմեր ունի հեռախոսյա սմարթֆոնի արգելելը դեռահասների կյանքում։ Բավականին մեծ նշանակություն ունի դրական առումներով, բայց ունի նաև բացասական որոշակի իմաստ, որի մասին ընթացքում կխոսենք։ Սկսեմ նախ դրականից, ինչի է հանգեցնում արգելքը եւ առհասարակ տեղին է այն թե ոչ։ Նախ եւ առաջ ցանկանում եմ խոսել մեդիագրագիտության մակարդակից, որովհետեւ այն իրապես բավականին ցածր է այսօր, որքան էլ որ ջանք է գործադրվում այն բարձրացնել։ Այնուամենայնիվ հեռախոսներից երեխաները օգտվում են իրենց օրվա ահռելի չափաբաժինը եւ այն իր վնասները հասցնել նրանց հոգեկան, ֆիզիկական առողջությանը ուղղակի չի կարող։ Բացի այդ, երեխաները սկսում են ապրել վիրտուալ իրականության աշխարհում եւ կտրվում են իրականությունից, իսկ երեխաները ունակ չեն դեռևս իրավագիտակցորեն մոտենալ մի շարք հարցերի եւ արդյունքում ալգորիթմները նրանց ավելի շատ են կլանում եւ տանում դեպի վտանգավոր միջավայր, քան նրանց իրական աշխարհում կարող էին ներառել տվյալ վտանգի մեջ, որովհետեւ վտանգի մեջ ներառվելու համար անհրաժեշտ է տևական ժամանակ, բայց համացանցը ալգորիթմների միջնորդությամբ հնարավորություն է ստեղծում դա անել ընդամենը մի քանի րոպեների, նույնիսկ վայրկյանների ընթացքում։ Այ շատ մեծահասակներ կարծում են, որ սոցիալական ցանցերը դեռահասների համար վնաս են, բայց շատերը նաև համարում են, որ սոցիալական ցանցերը նոր հնարավորություններ են ստեղծում երեխաների համար գիտելիքներ ունենալու եւ հեշտությամբ ունենալու այդ գիտելիքների։ Հիմա ո՞րն է այդ սահմանը, երբ դա դառնում է վնասակար եւ գուցե դա դառնում է օգտակար, ո՞րն է այդ սահմանագիծը։ Տարանջատենք տարիքային սահմանը, որովհետև եթե մենք խոսում ենք վաղ պատանեկության մասին, եթե խոսում ենք դեռահասության կամ մանկության մասին, վտանգները չափից շատ են, բայց կա որոշակի տարիք, երբ համացանցային իրականությունից այս կողմ ապրելը ուղղակի հնարավոր չէ, այլապես մարդը կվերածվի գորշ մկնիկի եւ վերացած այս աշխարհից, որովհետև որքան էլ մենք գնահատենք ռիսկերը, որքան էլ մենք քննադատական մտածողությամբ վերաբերվենք համացանցին, այն այսօր բավականին կարևոր է եւ առանց դրա կյանքը պատկերացնել ուղղակի հնարավոր չէ։ Մեզ անհրաժեշտ է շատ բարձր իրավագիտակցություն, մեզ պետք չեն արգելքներ, որովհետեւ այդ արգելքները միշտ զարտուղի ճանապարհներ գտնում են, որովհետև ինչպես ասում են, իմանալ օրենքները դրանք գեղեցիկ շրջանցելու եւ խախտելու համար, այդ ամենը հատկապես երեխաները հրաշալի կարողանում են գտնել։ Համացանցը իրականում ահռելի մեծ հնարավորություններ է ընձեռում եւ համացանցը տալիս է այնպիսի հնարավորություններ, որոնք նախկինում ուղղակի մարդիկ չեն ունեցել։ Սրանով պայմանավորված մարդիկ ներառվում են այնպիսի կրթական գործընթացներում, ինքնազարգացման, իրացման ուղի են բռնում, որը առանց համացանց շատ ավելի դժվար կլիներ, բայց չպետք է մոռանանք նաև ռիսկերի գնահատման մասին։ Ռիսկերի գնահատումը կարծում եմ ծնողի կողմից պետք է լինի կամ, չգիտեմ, ընտանիքի ավելի հասուն անդամի կողմից, որովհետև շատ կարևոր է թե ոնց են օգտագործում։ Օրինակ 18 տարեկան աղջիկ երեխան նկարում է, այսպես ասած, get ready with me, շպարվում է ավելի շատ, քան ես եթերի համար կշպարվեի, խոսում է ինչ-որ բաների մասին եւ մեկնաբանությունները երբ որ կարդում ենք, հասկանում ենք, որ այս տեսանյութը տեսել են մարդիկ, որոնք չպետք է տեսնեին, այսինքն չեմ վախենա բառից, սեքսուալիզացնող մեկնաբանություններ կան ինչ-որ անհասկանալի տղամարդկանց կողմից, վիրավորող մեկնաբանություններ կան անհասկանալի ճոճաների կողմից, այսինքն տեսանյութը հասկանում, որ տեսել են մարդիկ, որոնք չպետք է տեսնեին, այս վերահսկողությունը ինչպես սահմանել։
Վերահսկողությունը պետք է սկսվի իհարկե ընտանիքից։ Դրա համար անհրաժեշտ է նախ եւ առաջ ծնողների մեդիագրագիտության մակարդակի բարձրացում, որովհետեւ երբ մենք խոսում ենք մի շարք երկրներում արգելքներից, շատ բարի արգելքները կարող են բազում ռիսկեր ժամանակավոր սահմանափակել, բայց այսօր մեզ մոտ նույնպես, որտեղ դեռևս արգելված չէ, բազում ծնողներ ուղղակի տեղեկացված չեն, որ իրենց երեխաները ունեն օգտահաշիվ այնպիսի սոցիալական հարթակներում, որոնց գոյության մասին նույնիսկ տվյալ սոցիալական ցանցերի պատկերացում ու գաղափար չունեն ծնողները։ Արդյունքում վերահսկել իրենք դա ուղղակի չեն կարող։ Իսկ երեխաներին այդ աստեղային տարածքը միշտ շատ ավելի հեշտությամբ է ներգրավում, որովհետև երբ իրենք տեսնում են, որ իրենց ընկերը, իրենց շրջապատում որևէ մեկը շատ հեշտ հայտնիության ճանապարհն է բռնում, իրենք էլ են ցանկանում դա անել եւ քննադատությունները այդտեղ իրենց որևէ կերպ չեն խանգարում, որովհետեւ իրենց մոտ դեռևս քննադատական մտածողությունը զարգացած չէ, իրենք մտնում շատ արագ ջնջում, հեռացնում են կոմենտները, բայց իրենք չեն հասցնում նույն արագությամբ գործել, ինչ արագությամբ վատ մեկնաբանությունները հայտնվում են իրենց կոնտենտի տակ, արդյունքում իրենք դառնում են թիրախավորված, ենթարկվում են կիբերբուլինգի եւ ինքնագիտակցությունը որպես այդպիսին, քննադատական մտածողությամբ պայմանավորված ժամանակին չի ստիպում իրենց կանգ առնել։ Շատ լավ, երբ մենք ասում ենք սոցիալական ցանցեր, մենք կարծես թե բոլոր հարթակները, որոնք տրամադրում են սոցիալական ցանցերը, դնում ենք մի հասարակության, մի հարթության վրա, բայց արդյոք կան սոցիալական ցանցեր, առանձին առավել վտանգավորները, կայքերի կլինեն հավելվածներ եւ ոչ այնքան վտանգավորներ հենց երեխաների, դեռահասների համար։ Բոլոր սոցիալական ցանցերը պարունակում են որոշակիորեն ռիսկեր եւ վտանգներ, սկսեմ նախ եւ առաջ շորթերից, կարճ մեդիա կոնտենտից, որոնք մեր ուղեղը վերաձևակերպում են եւ հարմարեցնում են այսօրվա միջավայրին։ Վերջին շրջանում ես եւ գործընկերներս նկատել ենք շատ չեմ վախենա այս բառը ասել, արատավոր տենդենց։ Մարդիկ այլևս չեն կարողանում նորմալ եւ օրգանիկ վիճակում հաղորդումներ, ֆիլմեր, ձայնային հաղորդագրություններ դիտել եւ լսել, որովհետեւ իրենք այնքան են սովորել կարճ եւ արագացված կոնտենտին, որ պարզապես ձանձրանում են։ Ձայնային հաղորդագրությունները, ֆիլմերը, նույնիսկ երգերը լսում են 1.5-2 անգամ արագացված։ Նույնիսկ սովորական զրույցների ժամանակ մարդիկ նյարդայնանում են, երբ զրուցակիցը խոսում է նորմալ ձայնով եւ արագացված չէ, որովհետեւ այդ շտապողականությունը ենթագիտակցորեն ալգորիթմները ներմուծել են եւ երեխաներին այս վտանգները տանում են, որովհետեւ իրենք իրենց ասելիքը այլևս բովանդակային առումով չեն կարողանում լիարժեք ներկայացնել։ Իրենք փորձում են լինել լակոնիկ, բայց ոչ թե հանճարեղությունը լակոնիկության մեջ է սկզբունքով, այլ անբովանդակ, պարզապես որ մարդիկ տեսնեն, ուշադրությունը վերցնեն իրենց գրառման եւ անցնեն առաջ։ Եվ սա ամենաբացասական օրինակներից մեկն է ընդհանրապես սոցիալական ցանցերի բերած, որոնք կարելի է թվարկել։ Այսինքն կարող ենք այսպես գնահատել, օրինակ հարցի այդ մյուս կողմը իմ մտքով չէր անցել, մինչև ձեր նշել է, որ բացի, չգիտեմ, վտանգավոր ինչ-որ տեղ հայտնվելուց, բացի ատելության խոսքից, բացի բուլինգից, որ երեխան կարող է բախվել, նաև այսինքն այդ բովանդակությունից զատ, նաև երեխայի ընկալումների եւ հոգեբանության վրա է ամեն ինչը ազդում, որ չեն կարողանում երկար նյութեր նայել, բայց այս սինթետիկ իրականություն։ Քանի որ արագ ստանում են շատ կարճ ժամանակահատվածում էնդորֆինի բավարար քանակ եւ կարողանում են։ Օրինակ վերջերս տենդենց կար, նույն եթե ֆիլմերից խոսանք, դե ֆիլմերը երկար են, պարզ է որ ավելի սովորել են կարճին, բայց երաժշտության մեջ էլ նույնիսկ այդպիսի տենդենց կա, եթե այն ժամանակ երաժշտական տեսալովա կամ MP3 կոչված երաժշտական հատվածը տևում էր 3.5-ից 4.5 րոպե, այժմ նույնիսկ երբ գնում ես ինչ-որ ստուդիաներ, ասում ես երգ եմ ուզում, ասում են 3 րոպեից ավել չլինի, որովհետեւ չեն դիտի։ Այդպիսի խնդիր կա, որն այս ամենի լուծումը։ Նույն նաև արհեստական բանականությամբ գեներացվող երգերը, որոնք այսօր ունեն ցավոք սրտի շատ ավելի բարձր պահանջարկ, լողավազաններում, սրճարաններում, ռեստորաններում հաճախ դնում են հենց արհեստական բանականությամբ գեներացված երգեր եւ արդյունքում բնական եւ արժեք ներկայացնող մշակութային գործերը մնում են ստվերում, որովհետեւ դրանք են թրենդային եւ դրանք են ավելի մեծ
դիտում վայելում։ Ես իմ հարցը չկարողացա տալ նախաբանի մասին, այսինքն երեխայի հոգեբանության վրա, ընկալումների վրա դա ազդում է, բայց այս դեպքում ծնողը ինչպես կարող է այս երևույթի դեմ պայքարել, որովհետև ամեն դեպքում, երբ որ մտնում ես, օրինակ TikTok-յան հարթակ, արագ վիդեոներ այսպես թերթում ես, ընդհանուր ինֆորմացիան ստանում ես եւ դուրս ես գալիս այդտեղից, ծնողը ինչպես դա վերահսկի, գուցե երկար ֆիլմեր միասին դիտեն կամ ինչ տարբերակներ կամ պայքարի, գրքերն էլ են հիմա, որը ինձ զարմացնում է ուղղակի, որ ասում են դե Սամվելի սեղմագիրը, Գևորգ Մարզպետունու սեղմագիրը, ասում սեղմագիրը որն էր, ես հին եմ, այսինքն ամեն ինչ այդ հակիրճ տարբերակովն է, ինչ որ ձև կա, թեկուզ միջազգային փորձից ձեր մասնագիտական։ Ձեր ասածը լրացնեմ ու անցնեմ հարցի պատասխանին, այսօր գնում ես գրադարան դպրոցական երեխայիդ համար գիրք վերցնելու, գրադարանավարուհին զգուշացնում է, որ երեխան սա կարդալ չի կարողանալու, վերցրեք կամ սեղմագիրը կամ նորացված տարբերակը, որտեղ տառերն ավելի մեծ են եւ որը ավելի գունային է եւ նկարներ են առկա, որովհետեւ վաղուց այո այդ տենդենսը արդեն մտել է, երեխաները նույնիսկ բացելիս մի նախադասություն չեն կարողանում կարդալ, որովհետեւ իրենց ընկալումները լրիվ այլ ուղղությամբ են։ Ինչ վերաբերում է ձեր ասածին, ինչպես պայքարի ծնողը այս ամենի դեմ, երեխայի հետ մանկուց նախքան մանկապարտեզ գնալը սովորել մեդիագրագիտություն, սովորել լինել մեդիագրագետ, որովհետև այսօր շատ ծնողներ իրենց հեռախոսը տալիս են, որպեսզի երեխան զբաղվի, որպեսզի իրենք կարողանան հանգստանալ։ Արդյունքում երեխան թերթում է այն կոնտենտը եւ սպառում է այն կոնտենտը, որը ծնողի համար էր, որովհետև ալգորիթմները մեզ միշտ առաջարկում են այնպիսի կոնտենտ, որը մենք սպառում ենք եւ հաճախ ենք դիտում։ Եվ սրա վտանգները կանխելու համար ծնողը երեխայի հետ պետք է խոսի դրա վտանգների մասին, որովհետև արգելքը ճանապարհ չէ, այն ոչ միտեղ տանող ճանապարհ է, որովհետև տնից դուրս երեխան ունի միջավայր, ընկերներ, ասում են երեխան դաստիարակվում է ընտանիքում, ձևավորվում հասարակության մեջ։ Այսօր այդ հասարակության դերը ստանձնել է համացանցը, որովհետև այսօր մարդիկ համացանցում շատ ավելի մեծ ժամանակ են անցկացնում, շատ ավելի շատ են լինում, քան իրականության եւ հասարակության մեջ։ Եվ եթե ծնողը երեխայի հետ հավասարապես սովորի լինել մեդիագրագետ, ինչպիսի հեքիաթներ լսել, ինչպիսի գրքեր ընթերցել, ինչպիսի ֆիլմեր, ինչպիսի երաժշտություն, որովհետև այսօր մենք այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, երբ ֆիլմ ընտրելու վրա շատ ավելի մեծ ժամանակ ենք վատնում, քան ֆիլմը դիտելու։ Հաճախ նույնիսկ այդ ֆիլմը մենք չենք դիտում, որովհետև տարվում ենք այդ կարճ փոքրիկ տրեյլերներին, փորձում ենք հետաքրքրություն գտնել, արդյունքում ձանձրանում ենք եւ ֆիլմը չենք նայում։ Մենք այսօր ունենք նաեւ մեդիագրագիտությանը վերաբերող շատ լավ հաղորդումներ, դրանք միտված են մարդկանց մեդիագրագիտության մակարդակը բարձրացնելու համար, սակայն այդ հաղորդումները հաճախ մարդիկ չեն դիտում, ոչ մեդիագրագետ մարդիկ չեն դիտում, որովհետև իրենք չեն հասկանում դա ինչի մասին է։ Երբ որ մարդը միացրել է տվյալ հաղորդումը կամ հեռուստացույցը դիտելու համար մեդիագրագիտություն, օրինակ կիբերբուլինգի վտանգների մասին, մի քանի նախադասություն լսում է, հասկանում է, որ ինքը բացարձակ անհաղորդ է տվյալ միջավայրին, որովհետև այնտեղ այնպիսի բարդ տերմիններ են օգտագործվում, որ մարդը չլինելով մեդիագրագետ դրանք պարզապես ընկալել չի կարող, արդյունքում մնում է կիսատ պահանջմունքը եւ ինքը կրկին մեդիագրագետ դառնալու շանս չի ունենում։ Շատ կարևոր է կոնտենտ ստեղծողի սոցիալական պատասխանատվությունը, կոնտենտ ստեղծողի մեդիագրագիտությունը, որովհետեւ շատ տեսանյութերի կարող ենք բախվել, որտեղ մամայի մասին վատ բաներ են որոշում ասել, որտեղ երեխան էլ է ներկա այդ տեսանյութում, վերցնում են հասուն տղամարդը, վերցնում է այդ տեսանյութը եւ սկսում է մամային վիրավորել առանց գիտակցելու, որ ինքը նախ դրա իրավունքը չունի, երկրորդ առանց ծնողի թույլտվության, առանց թեկուզ չափահաս մարդու թույլտվության այդ տեսանյութը օգտագործելու իրավունք որևէ մեկը չունի, բայց հիմա վերցնում են ու երեխայի մասնակցությամբ տեսանյութը ինչ-որ վիրավորում են ուղակի մարդուն, մեկնաբանություններում եւս վիրավորում են, այսինքն սոցիալական պատասխանատվությունը շատ կարևոր է, կոնտենտ ստեղծողի սոցիալական պատասխանատվությունը, ել չխոսենք նրա մասին, թե որքան գովազդներ կան, որոնք անում են մարդիկ, որոնք լավ գիտեն, որ անչափահասներ են իրենց հետևում, ներքաշում են ինչ-որ խաղերի մեջ, հայտնի դեպքը հիշենք, որտեղ իբրև թե YouTube-յան բլոգեր հասուն տղամարդը, չգիտեմ ինչ ստանդարտներով, անձնագրային տարիքով ասենք հասուն տղամարդը պատիժ եւ հաշվեհարդար էր տեսել տղայի նկատմամբ, հետո կապտուկներով այդ տղան ծեծված ներողություն էր խնդրում իրենից,
փոքր հետազոտություն անելուց հետո հասկացանք, որ երեխայի հոր հետ են կապվել, երեխայի հայրը երեխային պատժել է եւ այդ տարբերակով երեխան ներողություն է խնդրել, սա բավականին աղմկահարույց դեպք էր։ Այս մասով վերահսկողության միջազգային ինչ փորձեր կան, գուցե կոնտենտ ստեղծողներին վերահսկել օրենքի շրջանակում։ Այո, մենք նախքան կոնտենտ ստեղծելը, օրինակ, եթե խոսենք բլոգերներից, բլոգինգից, օրինակ, աշխարհում կան երկրներ, որոնցում եթե դու ցանկանում ես լինել բլոգեր, դու պետք է համապատասխանես ստանդարտներին, դու պետք է ունենաս կրթություն, կրթական մակարդակ, որով էլ քեզ թույլ կտան բլոգինգ անել։ Այսօր այնքան թրենդային է դարձել աշխարհում եւ ներմուծվել նաեւ Հայաստան, որ հաճախ բլոգերները դառնում են ինֆլուենսերները վերածվում են կարծիքի առաջատարների եւ այսպես շրջապտույտը գնում է։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ եւ իմանալ, որ այսօր մարդը, ով անվերջանալիորեն սպառում է համացանց եւ համացանցային իրականության մի մեծ մասնիկ է կազմում, չունի մոռացված լինելու իրավունք, որը նա պետք է ունենա ըստ օրենքի, ըստ որոշակի կոդեքսների, որովհետև այսօր այն ամենը, ինչ մեկ անգամ ներմուծվում է համացանց, այնտեղից դուրս գալու շանս պարզապես չունի։ Նույնիսկ եթե այդ կոնտենտը սկզբնաղբյուրը վերացնում եւ հեռացնում է խնդրանքով, սպառնալիքով եւ այլն, բազում օգտատերեր այն տարածում են եւ բոլորին ստիպել կամ վերահսկել, որ բոլոր տեղերից այն դուրս գա, հնարավոր չէ եւ արդյունքում թիրախավորվում են, դառնում են հետագայում կիբերբուլինգի թիրախ, դառնում են նաև բուլինգի թիրախ եւ այդ սոցիալական պատասխանատվությունը այո օրախնդիր է, որը վերահսկել ուղղակի հնարավոր չէ։ Իսկ եղել է այնպիսի դեպք, որ օրինակ, չգիտեմ, օրենքի շրջանակում պատժվի բլոգերը, թեկուզ միջազգային փորձը հաշվի առնելով։ Ես նման օրինակի չեմ հանդիպել, չեմ առել։ Ինչի ես հարցը ծագեց, որովհետև վերջերս ամիսներ առաջ այսպիսի խնդրի բախվեցինք, ինձ շատ դեռահասներ էին գրում, որ իրենց լուսանկարները առանց իրենց թույլտվությամբ վերցրել են եւ մի տելեգրամյան հարթակ կա, խայտարակ, հենց այդպես է անունը տելեգրամյան հարթակի ու էլի մի քանի այդպիսի հարթակներ եւ աղջիկների դեռահաս, անչափահաս աղջիկների լուսանկարները այդտեղ տարածում են եւ սկսում են վատ բաներ գրել այդ աղջիկներին։ Սա ուղղակի սարսափելի էր։ Մենք փորձեցինք գործ հարուցել, մենք փորձեցինք ինչ-որ աղմուկ բարձրացնել, բայց միևնույն ժամանակ այնքան սենց անվերահսկելի է այդ ամեն ինչը, որ սենց ամեն երկրորդ փորձին հասկանում ես, որ պատտ է, ոչ մի լծակ չկա, որ դու դրա դեմ պայքարես, բացի, այսպես ասած, փողոցային ինչ-որ տարբերակները։ Այս դեպքում ուր դիմել, բացի օրինակ մետային բողոքարկելը, բացի Telegram-ի support-ին, օրինակ, այդ աջակցման կենտրոնին գրելը, ինչ տարբերակ կա։ Մենք ունենք օրենք վիրավորանքի եւ զրպարտության մասով, դատական գործընթաց կարելի է սկսել այդ մասով, սակայն կարևոր է հաշվի առնել մի հանգամանք, որ այն նկարները, որոնք տարածվում են համացանցում, մենք խոսում ենք անընդհատ մեդիագրագիտության մասին, բայց կան բաներ, որոնց մասին շատեր իրենց համարելով մեդիագրագետ տեղեկացված չեն։ Օրինակ, եթե մարդը իր նկարը տարածում է համացանցում եւ այն հասանելի է բոլորի համար, տվյալ նկարը ազատորեն կարող է օգտագործել յուրաքանչյուրը։ Եթե նկարը իր պրոֆայլում փակ է միայն ընկերների համար, դա տարածելու թույլտվություն պարտավոր է հարցնել։ Եվ կան որոշակի նյուանսներ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել տվյալ գործընթացները սկսելուց առաջ, որովհետև եթե դու տալիս ես բոլորին քո հասանելիություն դեպի քո ստեղծած կոնտենտ, ապա այստեղ արդեն շատ դժվարանում է տվյալ գործընթացները սկսելը եւ արդյունքում նաեւ պայքարել դրանց դեմ։ Դժվար է, բայց անհնար չի։ Անհնարին չի, իհարկե ոչ։ Իսկ ինչպես արգելել պետական մասշտաբի մեր պետական մակարդակով արգելել։ Այո, առումով պետական մակարդակով վերահսկողությունն է պետք սահմանել եւ նաեւ վերացնել անպատժելիությունը, որովհետեւ այսօր անպատժելիությունը այնքան մեծ է, նույնիսկ կիբերհանցագործները, որոնք այնքան վստահ են, որ իրենց չեն կարողանալու բռնել, շարունակ թիրախավորում են եւ այս շրջանակը շարունակվում է։ Եթե մենք ունենք պատժելիության հստակ մեխանիզմ եւ դրա օրինակները տարածվեն հանրությանը, մարդիկ արդեն վախի գործոնով պայմանավորված, սեփական հեղինակության վտանգման գործոնով պայմանավորված կխուսափեն անել բաներ, որոնց պատճառով եւ հիմքով իրենք ենթարկվելու են պատասխանատվության, բայց քանի դեռ մենք այդ մեխանիզմը չունենք, ամենաթողությունը շարունակելու է լինել օրախնդիր։ Հրաշալի, իսկ եթե անդրադառնանք հոգեբանական տեսանկյունին, հենց խոսենք կախվածությունից, շատ երեխաներ, սոցցանցերը շատ երեխաների համար դա փախուստի լավագույն միջոցներից է։
ինչից են փախնում, իրականությունից, արդյոք ընտանիքից եւ ոնց են ընկնում այդ կախվածության մեջ, որն է այն կետը, երբ կարող ենք վստահաբար ասել, որ երեխան ունի կախվածություն։ Այսօր երեխաները ունեն շատ լուրջ սոցիալիզացիայի խնդիր, որովհետև իրենց, ինչպես արդեն նշեցի, մանկուց սովորեցնում են սպառել որոշակի մեդիա կոնտենտ, անկախ նրանից իրենք դա ցանկանում են թե չէ, որովհետև նորածին երեխան մի քանի ամսական չգիտի ինչ է հեռախոսը, բայց եթե մեկ անգամ ծնողը տալիս է իրեն, այնտեղ գույները, պատկերները այնքան վառ են, որ երեխային դա գրավում է ինչպես մեծահասակ ու չափահաս մարդկանց։ Երբ մենք խոսում ենք արգելքների մասին, հենց այստեղ է սահմանը ոչ թե արգելել, այլ սահմանել օրվա կտրվածքով որոշակի ժամանակահատված, կան հրաշալի աշխատող ծրագրեր, երբ ծնողը կարողանում է վերահսկել երեխան ինչ է անում համացանցում, քանի ժամ է այնտեղ անցկացնում, որքան ժամանակահատված կարող է տրամադրել հավելվածներից յուրաքանչյուրին եւ առհասարակ վերահսկում է ու պարտադիր չէ, որ երեխան ամեն քայլափոխը գնա եւ ծնողին հարցնի, որովհետեւ ծնողը այդ ամենը հրաշալիորեն տեսնում է։ Ծնողն է տալիս երեխային թույլտվություն քաշելու տվյալ հավելվածը կամ խաղի իր հեռախոսի մեջ, սա նույնպես մեդիագրագիտության մակարդակ է։ Եթե խոսում ենք կախվածության մասին, եթե երեխան միջև դեռահասություն օրական 2 ժամից ավելի է անցկացնում համացանցում, մենք գործ ունենք արդեն կախվածության հետ։ Հասուն, չափահաս մարդկանց գերակշիռ մեծամասնությունը այսօր տառապում է այդ կախվածությամբ, որովհետև աչքերը բացելիս ինքը սկսում է սկրոլ անել անձնական մեդիան, քնելուց առաջ ինքը խաթարում է ֆիզիոլոգիական գործընթացը կրկին հեռախոսի մեջ մտնելով եւ արդյունքում հոգեախտաբանական շատ լուրջ խնդիրների է հանգում, եթե օրինակ բացասական կոնտենտ է տեսնում, վատ բովանդակություն է տեսնում, գիշերը մղձավանջներ եւ այլն։ Եվ այս սահմանը օրական քանի ժամ սպառել, որտեղ պետք է սկսվի այդ սահմանը եւ ինչպես ենք մենք հետեւում մեր մեդիա հիգիենային, որովհետեւ մենք շարունակ ֆիլտրում ենք մեր շուրջը ամեն ինչ, մենք անում ենք դետոքս մեր ավելորդ քաշից ազատվելու համար, մենք հետեւում ենք մեր մաշկի խնամքին, անձնական խնամքին, բայց հոգեբանությանը եւ թվային միջավայրի լիարժեքությանը մենք անողոք ենք եւ չենք հետևում, որովհետեւ չգիտենք, որ նման բան կարելի է անել եւ գոյություն ունի եւ չգիտենք մեդիայի թողած վտանգները մեր հոգեբանության վրա։ Շատ լավ, շնորհակալություն։ Շնորհակալություն, սիրելի հեռուստադիտողներ, մեր մեդիա հոգեբան, Երևանի Պետական Համալսարանի դասախոս Աթենիկ Գրիգորյանը, շնորհակալություն այս առօրյա մեզ հետ սկսելու համար։ Ես շնորհակալ։ Դե ինչ իսկ հիմա մենք շարունակում ենք մեր թողարկումը, մնացեք մեզ հետ։